կապված ադրբեջանական բենզինի հետ, որ ներմուծել է ձեր ընտանիքին պատկանող ընկերությունը, տարատեսակ խոսակցություններ կային, որ հանդիպել եք այդ ոլորտում գործող ներկայացուցիչների հետ, պարտադրել, որ պետք է պարտադիր եւ անպայմանորեն ադրբեջանական բենզինը։ Նախ առաջինը այդ որ դուք հորինում եք, չգիտեմ ինչ պարտադրել։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկի չի կարող ոչինչ պարտադրել։ Սա առաջինը։ Հարցը տվել եք ինձ լսեք, այդ հեռախոսը դրեք մի կողմ, սա առաջինը։ Երկրորդը, հիմա ես ձեզ կասեմ ամեն ինչ։ Հայաստանի Հանրապետությունը վերջի 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը միայն տրանսպորտային միջոցների համար բավականին մեծ տարբեր ժամանակներ, թե ինչ կարգի տրանսպորտային միջոցները փակ են եղել դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչ կարգի գումարներ է վճարվել։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևաններից ձեռք բերի 80%-ը վառելիքի, որը որ օգտագործում է, կտնտեսի 80 միլիոնից 100 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների չի ձեռք բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրներին։ Եվ իրենք միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ եթե ուզում եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տնտեսի 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը գնա այլ ոլորտները զարգանա, սա այն իրականությունն է, որը որ ձեզ պետք է ասեմ։ Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն, եթե ուզում ես տնտեսություն զարգացնել, պետք է դրա համար խելք ունենաս։ Հիմա պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, իսկ ֆունդամենտալ, խորքային, խելք ունեցողներին եմ ճանաչում, այսքանը։ Դուք հարցրեցիք, ես ձեր հարցին պատասխանեցի ավելի խորքային, ավելի այսպես ասած լայնամասշտաբ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ընդհանրացակ ավելի։ Այսօրվա վերաբերյալ էլ ես եկել եմ հատուկ նրա համար, որ ինչա կատարում, սա էլ ձեզ ասեմ։ Ով որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահեն։ Մնացածի մասին ավելնորդությունա խոսել է։ Հիմա այն եկեղեցականները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին բարենորոգելու ծրագիր են ներկայացրել, ստորագրել են, իրենք բոլորը ազնիվ են, արդար եւ սրբակենցաղ։ Ապրեք դուք, շատ խելոք հարց եք տալիս, ապրեք դուք, հենց դա այն խնդիրն է, որ պետք է ամբողջությամբ լուծվի։ Բայց պետք է անգլերենը լավ բառ ունի, ասում է step by step։ Սա է։ Կամաց այդ ամեն ինչ պետք է լուծվի։ Այսքան է։ Այդ բենզիններ լավ մտածեք Հայաստանի մասին, կտեսնեք ինչ է։ Շնորհակալություն։ Հաստիմպայի հարգելի հետևորդներ, մենք կոմովիշներ տեղ կա։ Զրուցում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Այդ բանը պետք է մենք մի բան կա հասկանանք, մենք անում ենք ինչ-որ մի բան մեր երկրի համար, թե ուրիշների համար, այ ոչ մայից որևէ հասկանա, իմանանք ուրեմն եթե ձեզ մի բան ասեմ, ոնց ասեմ, Մերի ջան, ես բոլորի ճանաչում եմ, կոշիկ չունեցած վաղտվանից մինչև միլիարդատեր դառած, բոլորի, այտենց մարդ չկա ճանաչում, թե Հայաստանի Հանրապետության բնակիչ, թե դրսի, որը հայկական ծագում է։ Ճանաչում իրենք են, եթե հիշեք ինչպես ես ձեզ էլ եմ ճանաչում, երբ որ դուք սկսեցիք լրագրող դառնալ։ Ես դուք լավ գիտեք, որ ձեզ էլ եմ ճանաչում ու ես լավ գիտեմ լրագրողական հարությունը, ոնց է Հայաստանի Հանրապետությունում ապրել, աշխատել, ինչ հարաբերություններ ունեցել։ Գործարանները աշխատել են այնպես, ոնց որ լրագրողներ։
Վարձու աշխատող է եղել, եթե դիչեին ասում լրագրող եք չեք հասկանում, որ էսի սերծար, լսի այն գերուի, էսի սերծարքանի երկիր չես, որ բոլոտ է, դրա համար ես պատժվելու է, ես եմ կեզ ա։ Լսի Փաշինյանն է կրպալանից, Փաշինյանն է պատժվելու, ես էլ անեմ, ես եմ, Իսկ դուք ինչու եք միացել եկեղեցին։ լավ եմ արել միացել եմ, դու ով ես, որ ինձ հարցնես ինչու ես միացել, քեզ ով այդ իրավունքը տվել։ Ոչ, գալատ են արյով որ տվել է, հիմա քեզ, ինչ ես լրագրող աշխատում, ով է քեզ թույլ տվել լրագրող աշխատես։ Անլուրջը դուք եք, ձեր ամբողջ Գալաթանում չի սիրում, գնացեք հեռու գնացեք։ Ինչու եք միացել եկեղեցին։ Լավ եմ արել միացել եմ, դուք ով եք, որ ես պետքա ձեզ ասեմ ինչու եմ միացել, չեմ ուզում ասել։ Լավ եմ արել ասում եմ, Դրա համար մոտիվացիա ունեք։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցականները լինեն այնպիսին, ինչպիսին զարգացած երկրներում են, կարգ լինի, կանոն լինի, բարձր աշխատավարձ ունենան, բարձր եկամուտներ։ Լսի, ոչ ինչպիսին, որ դուք եք լրագրող կճրաննա։ Լսեք, ես կարող եմ ձեզ մի բան ասել։ Ես ձեր մասին եմ մտածում, որտեղ ես կարծում եմ, որ ձեր մասին պետք է մտածեմ, որտեղ դուք բավականին շատ վնաս եք տալիս։ Դուք, այո, իսկ լրագրողական շատ է օգտի Հայաստանին։ Ներողություն եմ կրում։ Ադրբեջանական բենզին բերողները, ումների հարության ադրբեջանական բենզինի սովորեցնողները վնաս եք տալիս։ Բենզինի սովորեցնողները։ Եթե կուսակցական չեք, որ ես հայերեն բացատրեց, նշանակում է դուք պրովոկատոր եք, լսեք ինձ, որ գնաց պրովոկացիա անես։ Ոչ, ես չեմ վերցնում, դուք Ադրբեջանից եք վերցնում և դա արդեն բացահայտ է։ Ադրբեջանի հետ բացահայտ, ադրբեջանական բենզինով բերել եք, մենք ժողովրդին դարձնում եք իրենց հերոսներին ուրացնում։ Կարող եմ մի բան ասել, դուք անգերակ եք, դուք գնացեք կրկվեք։ Կարևորը դուք Աննա Հակոբյանի մոտ կրկվեք։ Անդրբեջանք եք խնդրում եմ լավ։ Հասել, գլու մի րոպե, հա։ Ուրեն դերս պետք է տակ, մի րոպե, մի հատ, մի րոպե։ Դուք վերջ եք տալու այդ լրագրողական ես զիբիլը կախել եք վսիցը։ Էլի ցավալալ եմ։ Ալբերտ